Այստեղ ամբուլատոր հիվանդ եմ, ինձ ուղղորդում են օրբելի ֆիզիոթերապևտիկ հիվանդանոցը, որտեղ ստանում են բուժումները 6 ամսվա կտրվածքով, բայց որ գնալ գալի տարածությունը, ասենք, դժվարանում է, հիմա շատ ավելի հարմար է, որ այստեղ բացվել է եւ կարող եմ օգտվել այստեղի ծառայությունից։ Երևանի ամենամեծ առողջության կենտրոնն է Մալաթիա Սեբաստիան, վերանորոգված ու մի շարք նոր ծառայություններով ու սարքավորումներով հագեցած։ Վերանորոգել ենք այս տարվա ընթացքում ուրեմն նեղ մասնագիտական ծառայության հարկը, որում որ մենք գտնվում ենք այժմ, սա 4-րդ հարկն է, վերանորոգման աշխատանքներ են կատարվել մանկական բաժանմունքում, վերանորոգման աշխատանքներ են նաև կատարվել կանանց կոնսուլտացիայում եւ առաջին հարկում, այսինքն մուտքում։ Պոլիկլինիկայի նորություններից է օրինակ դենսիտոմետրիայի սարքը, որի միջոցով որոշվում է ոսկրի հանքային խտությունը։ Բնորոշ է այնպիսի հիվանդների մոտ, որոնք գտնվում են մենոպաուզալ շրջանում, հիմնականում կանանց մոտ, եւ այն հիվանդների մոտ, որոնք ստանում են հավելյալ դեորայտ։ Նոր ձեռք բերված սարքավորման միջոցով այստեղ կարող են արդեն իրականացնել նաև ուրեազային շնչառական թեստ, որն օգտագործում են հելիկոբակտեր պիլորի վարակի հայտնաբերման համար։ 90% դեպքերում հելիկոբակտեր վարակը պատճառ է հանդիսանում ստամոքսի գաստրիտի, 12 մատյա ուղղոցի, նույնիսկ ստամոքսի ուռուցքի առաջացման պատճառ է հիմնականում։ Այսինքն բոլոր այն բուժառուները, ովքեր ունեն ստամոքսի ցավ, այրոցներ, կղտոցներ, զկրտոց, բերանում հոտ, կարող են դիմել։ Առողջության կենտրոնն ունի 101 000-ից ավելի շահառու, մոտ 36 000-ը երեխաներ են, 65 000-ը մեծահասակներ։ Տնօրենը մանրամասնում է, միայն մեկ շաբաթում այստեղ սպասարկվել է 9090 քաղաքացի։ Ամեն օրվա կտրվածքով երևի մի 10 հիվանդ պարտադիր նայվում է, կոնսուլտացիա է կատարվում, բուժման նշանակում, ինչպես նաև հոդերի գերձայնային, ուլտրաձայնային հետազոտություն է կատարվում, հոդերի սոնոգրաֆիայի համար է։ Եվ բավականին մեծ ինֆորմացիա է մեզ տալի, կիրառվում է ոչ միայն ռևմատոլոգիայում, այլ վնասվածքաբանությունում, նյարդաբանությունում կատարում ենք հետազոտություն այս ապարատով։ Մայրիկս հանդիսանում է Մալաթիա Սեբաստիան համայնքի բնակիչ, բնականաբար ինքը գրանցված է այստեղ, պարբերաբար այցելություններ են կատարվում։ Սրսկումներ հեղուկ կան մեջ է, հեղուկը հեռացրել են։ Կենտրոնում այժմ ամբողջ ծավալով կատարվում են նաև լաբորատոր հետազոտություններ։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։